Մենք, ասենք, Սյունիքի մարզում, ընդհանրապես Իրանի հետ հարաբերությունների մեջ մենք ունենք շրջանառություն $50 միլիոն առանց էներգետիկայի, 80 միլիոն բնակչություն ունեցող հարևան բարեկամ երկիր, $50 միլիոն բավարարում է մեզ, պարզ է, որ Սյունիքի մարզը պետք է օրիենտացվեր իրանական շուկայի վրա, բոլոր բաներով, գյուղատնտեսությունը, անասնաբուծությունը եւ այլն։ Վերջին ամիսների ընթացքում դրական տենդենսը այն է, որ ինֆորմացիոն ապահովվածության բանը դրական դինամիկա ունի իսկապես։ Այսինքն այն ինֆորմացիան, որ մենք կուզենայինք դեսպանատներում ստանալ, ստանում ենք։ Խոսքը վերաբերում է տնտեսական բլոկի նախարարություններին, հատկապես տնտեսական զարգացման ներդրումի նախարարությանը եւ զարգացման հիմնադրամին։ Ուրեմն ինչ վերաբերում է կոնկրետ արդյունքներին, ասենք մեր դեպքում որոշակի տեղաշարժ կա, խոսքը Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունների մասին, կոնկրետ ծրագրեր կան, թեկուզի եւ փոքր ծրագրեր, նույնիսկ Հայաստանից Իրան արտահանման հաջողության օրինակներ կան։ Ամենակարևոր դրական բանը, որ ես այստեղից ստացել եմ, սա էքսպերտի խրախուսման կառույց է։ Դրա աշխատանքն է, եթե սա շատ էական լինի եւ շատ բան, այսպես իրական լինի, սա մեզ համար աշխատելու է։ Եթե մենք Հայաստանից էքսպերտի ռիսկը կարող ենք երաշխավորել, այդ կարևոր հանգամանք է մեզ համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շատ։ Երբ որ մինիստրը խոսում է խնդիրների մասին, վարչապետը կամ մեկ այլ ատյան, շատերը փորձում են մեկնաբանել, որ դա քննադատություն է նախորդ կառավարիչների, որը այսօրվա կառավարիչը չֆոկուսում է այս խնդիրների մասին։ Մենք պետք է հասկանանք, որ վաղվա կառավարիչը գալու է եւ նոր խնդիրների առաջ կանգնելու եւ տենց էլ պետք է լինի։ Չի լինելու մի վիճակ, որ համակարգը այնքան իդեալական է, որ ոչ մի բան փոխելու անհրաժեշտություն չկա։ Պետք է չհոգնենք, աշխատենք։ Եկեք մտածենք ոնց ենք անում, մի հատ դրայվեր ընտրենք, որը ապրանքը տանում, ինքը ցուցահանդես կանի, խանութ կբացի, ինքը կորոշի։ Ունենք որոշակի դաշտ։ Շարժվելով գալու ենք բոլորս ընկնենք իր տեղը։ Էքսպորտի աջակցությունը իրականում այդպես է,